Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ Կենտրոնական բանկը իր սցենարներում հաշվի է առել Իրано-իսրայելական կոնֆլիկտը։ Եթե պատերազմը անցնի ավելի ակտիվ փուլ կամ ձգձգվի, ապա ամբողջ տարածաշրջանը կբախվի մատակարարման շղթաների խափանման, զբոսաշրջային հոսքերի վրա բացասական ազդեցության եւ այլնի հետ կապված ռիսկերի։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կարող է թուլանալ։ Մենք հակացիկլիկ բուֆերները մեծացրել ենք 1.75%-ով, ինչը կազմում է լրացուցիչ կապիտալ, որը գերազանցում է 150 միլիարդ դրամը։ Այս փուլում մենք ռիսկերի կառավարման առումով խնդիրներ չունենք, նշել է Գալստյանը։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4%-ով, 2026-ին 4.2%-ով եւ 2027-ին 4.5%-ով։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով էլ մեր երկրի տնտեսության աճը այս տարի կկազմի 4.5%։ Հունիսի 17-ին եւ 18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումներ թեմաներին վերաբերող հարցեր։ Օրակարգում ներառված են եղել նաեւ առևտրի եւ ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն երկկողմ գործակցությանն առնչվող այլ հարցեր։ Նախորդ տարի 78 միլիարդ դրամ է փոխանցվել Հայաստանի պետական բյուջե ռոյալթիի տեսքով։ 2023-ի ցուցանիշների համեմատ աճը կազմել է 36.4 միլիարդ դրամ կամ 87.2%։ Տվյալները հայտնում էին ֆինանսների նախարարությունից։ 2025-ի ապրիլի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 811 միլիարդ 311 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 12.9%-ով։ Տվյալները փոխանցում էին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից։ «2025-ին Գերմանիան կավարտի երկամյա անկման փուլը եւ նորից կանցնի աճի»։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը հղում անելով տնտեսագետների կանխատեսումներին։ Ըստ մասնագետների այս տարի Գերմանիայի ՀՆԱ-ն կաճի 0.2%-ով։ 2026 եւ 2027 թվականներին, երբ պետության ծախսերը ենթակառուցվածքների բարելավման եւ պաշտպանության վրա ավելանան, սպասվում է ՀՆԱ-ի աճ համապատասխանաբար 1.1 եւ 1.7%-ով։ Իսրայելի հարվածները Իրանի գազային ենթակառուցվածքների վրա կարող են հանգեցնել գազի գների աճին Եվրոպայում։ Իրանը գազ էր մատակարարում Թուրքիա, իսկ Թուրքիան ավելցուկային ծավալները վերավաճառում էր Եվրամիության երկրներին։ Եթե Իրանի արտահանման հնարավորությունները կրճատվեն, այդ իրավիճակից Եվրոպան նույնպես կտուժի։ Սուզուկի Ջիմնին այլևս հասանելի չէ Եվրոպայում վաճառքի համար, պատճառը խիստ բնապահպանական նորմերն են։ Լեգենդար ամենագնացը 55 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 3 միլիոն օրինակով։ Նախորդ տարվա տնտեսական արդյունքները շարունակում են քննարկվել, հանդիպել հակադարձումների, իսկ պետական ամենաբարձր մակարդակով վստահեցնում են 2024-ին շոշափելի առաջընթաց է գրանցվել։ Տարվա ընթացքում ապահովվեց 5.9% ՀՆԱ-ի աճ, ինչը ընթացիկ գներով նշանակում է ավելի քան 700 միլիարդ դրամի հավելյալ համախառն ներքին արդյունք համեմատած նախորդ տարվա հետ։ Իսկ 25-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 5.2% տնտեսական աճ, շարունակելով հաստատուն վերելքը։ Կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ է կրել տնտեսությունը, որն իր ուղիղ արտահայտությունն է գտել աշխատաշուկայում։ Միայն 2024-ի նոյեմբերին հանրապետության տարածքում հաշվառվել է 783,000 աշխատատեղ։ Օրինակ, մետալուրգիայի ոլորտում մետաղի ջարդոնի արտահանման սահմանափակմամբ խթանվել է տեղական արտադրությունը։ Իրականացված ավելի քան 250 միլիոն դոլարի ներդրումների արդյունքում ոլորտում սկսել են գործունեություն ծավալել գունավոր մետաղներից արտադրանք թողարկող երկու նոր կազմակերպություն եւ սև
մետաղների վերամշակմամբ զբաղվող եւս 4 նոր կազմակերպություններ։ Տնտեսության զարգացումը ինքնին ենթադրում է պետական բյուջեի ավելացում, իսկ ինչ նպատակներով են ծախսվել այդ գումարները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարզաբանում է, իր ղեկավարությամբ գործող գերատեսչությունը բյուջեից հատկացված գումարի մեծ մասը ուղղել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը, այդ թվում սոցիալական աջակցություն, զբաղվածության ապահովություն, բնակապահովման ծրագիր միայն 2024 թվականին պետական բյուջեից փաստացի ուղղվել է շուրջ 66.2 միլիարդ դրամ, իսկ 2023-ից մինչև 25 թվականի հունիսի 1-ը ծրագրի իրականացման փաստացի ծախսը պետբյուջեից կազմում է 118.8 միլիարդ դրամ։ Առողջապահության ոլորտը նույնպես օգտվել է պետական բյուջեից, մի քանի ուղղությունների է նախորդ տարի տրամադրվել գումարը։ 2024 թվականին պետական բյուջեի միջոցները ծախսվել են, ինչպես միշտ, ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, բազմածավալ շինարարություններ են իրականացվել, առկա բժշկական կենտրոնները հագեցվել են նորագույն սարքավորումներով, թիվը 13 շինարարություններ ընթացիկ, ավարտված շինարարություններ 3-ը եւ մենք այս տարվա ընթացքում էլ չկա ամիս, որ գոնե 2 բժշկական կենտրոնում չբացենք բաժանմունք, չբացենք բժշկական կենտրոն, չդնենք նոր սարքավորում։ Առողջապահության նախարարը մեկ այլ փաստարկել է բերում ցույց տալու համար, որ բնակչության կենսամակարդակը բարելավվել է։ Կյանքի տևողության միջին տարիքը 2023-ին հասել է 77.7 տարեկանի, որը ըստ նախարարի բացառիկ ցուցանիշ է 1986 թվականից ի վեր։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը հայ արտադրողներին աջակցելու միջազգային շուկա դուրս գալու համար նախատեսում է Միացյալ Նահանգներում բացել ազգային պահեզ։ Ազգային պահեզը հնարավորություն է տալու հայկական արտադրողներին իրենց արտադրանքը այնտեղ պահել, ինչպես նաև դրանք առաջարկել խոշոր մատակարարներին ու առևտրային ցանցերին։